Բարի օր գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ թվային հարթակներում կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը, սա եւս թարմ ուղեղով զրույցն է այս պահին եթերում, իսկ իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք, պարոն Առաքելյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք այլ կարգավիճակով եք շուտով լինելու, կարծես թե առաջադրվել եք, որպեսզի մենք շանս ունենանք ձեզ տեսնել նաև ազգային ժողովում, այդ որոշումը ոնց կայացրեցիք։ Կարճ այդ մասով մի փոքր խոսենք, հետո մեր ներքաղաքական եւ արտաքին։ Դե նրանք ովքեր ինձ ծանոթ են, գիտեն, տեղյակ են, որ ես սկսած 2018 թվականից ուղիղ անմիջական ներգրավվածություն եմ ունեցել ամբողջ այդ հեղափոխական գործընթացներին եւ այս տարիներին նաեւ պաշտպանել եմ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ քաղաքականությունը, նաեւ կան անձնական ընկերական հարաբերություններ, ճանաչված քաղաքական գաղափարական ընդհանրությունը, բնականաբար երկու կարևոր հանգամանք կար, որ այդ որոշումը կայացրել եմ։ Առաջինը այն, որ միգուցե 2021 թվականին էլ հնարավորություն կար առաջադրվելու, բայց գտել եմ, որ դեռ թիմի հետ որոշակի ճանապարհ պետք է անցնեմ ու համարում եմ, որ այդ ճանապարհը անցել եմ եւ հաջորդ ամենակարևոր հանգամանքը, որ ես կարծում եմ, որ 2026 թվականը մեր պետության երկրի համար շատ կարևոր վճռորոշ տարի է լինելու, ընտրությունների հետ կապված նկատի ունեմ ու կարծում եմ, որ 2026 թվականի հունիսին որոշվելու է Հայաստանի Հանրապետության պետականության հարցը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը որպես սուվերեն, ինքնիշխան եւ ժողովրդավարական երկիր շարունակելու է լինել եւ այդ առումով ես կարծում եմ, որ համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է այն թերևս ամենաուժեղ թիմը, որը կարող է այդ գործընթացը առաջ տանել, նաև դրանով պայմանավորված է իմ որոշումը։ Ռոբերտ Քոչարյանը երեք մենք տեսաձայնագրում ենք հաղորդում ամսի 30-ին, ամսի 29-ին ասուլիս էր տալիս եւ նշում էր, որ երբևէ ինքը չի հիշում այս տարիների ընթացքում դեպք, երբ ընտրություններից առաջ քննարկվեր Արագածի եւ Արարատի հարցը, սիմվոլիկ իմաստով նաեւ, խնդիր չէ դա ձեզ համար։ Տեսեք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տեսեք, Արագածի կամ Արարատի հարցը չքննարկելը դա մեծ առումով իհարկե Ռոբերտ Քոչարյանի հիշողություններին եթե անդրադառնանք, ապա շատ բաներ կա, որ Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Արարատի հարցը օրինակ Թուրքիայի հետ ֆուտբոլային խաղում քննարկվել է եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանը կարծեք թե հիշողությունները էլի դավաճանում են, իսկ մեծ առումով տեսեք ինչ ասում Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության տարածքային պահանջներ է ներկայացնում հարևաններին, իսկ դա Հայաստանի Հանրապետության համար ունի գոյաբանական վտանգավոր նշանակություն եւ գիտեք խոսել այդ խոսույթով հետո դառնալ ուրիշ երկրների քաղաքացի կամ սեփական թորներին տանել դարձնել ուրեմն շատ բարեկեցիկ երկրների քաղաքացի, դա թերևս ամենահեշտ եւ այն ուռա հայրենասիրական ուրեմն հարցն է, խնդիրն է, որ յուրաքանչյուրը կարող են իրեն թույլ տալ, բայց պատասխանատու մարդը, այն էլ մարդը, որ ժամանակին պետություն է ղեկավարել, մարդով հավակնում է էլի պետություն ղեկավարելու, ես կարծում եմ պետքա չտրվի էմոցիաների եւ քաղաքականությունը մեծ առումով երբեմն նաեւ գիտեք մեր անձնական հույզերը դրանք մեր անձնական հույզերն են, բայց երբ որ մենք գործ ունենք պետության հետ կամ երբ որ մենք օրինակ մարդիկ ենք, ովքեր ինչ որ մի առումով պետքա որոշի նաև պետության ճակատագիրը, այդ մարդիկ պետքա նաև իրենց հայտարարություններում, արտահայտություններում կամ անձնական հույզերը չբերեն կապեն քաղաքականության ու պետության հետ։ Պարոն Առաքելյան, պատերազմից հետո էր, որ մշտապես քննարկվում էր այն հարցը, որ մենք այլևս սուբյեկտ չենք եւ դարձել ենք օբյեկտ, եւ արդեն տարիներ են անցել, նոր ընտրություններ են սպասվում, նոր իրավիճակ է, ինչպես իշխող թիմն է ասում, խաղաղության դարաշրջանի մեկնարկ է տրված, թրիփի մասին են խոսում, արդյոք մենք արդեն դարձել ենք սուբյեկտ։ Տեսեք,
ես կարծում եմ ու համոզված եմ, որ համատության մեջ եթե մենք համատում ենք նախորդ տարիներին, այո, Հայաստանի Հանրապետությունը վճռական քայլերով դառնում է սուբյեկտ, Հայաստանի Հանրապետությունը վճռական քայլերով դառնում է շատ ավելի ինքնիշխան պետություն, քան նախկինում էր, երբ որ օրինակ այդ մարդիկ, ովքեր հիմա խոսում են նման խոսույթներով, այդ մարդկանց արտաքին կամ դրսի այսպես հովանավորները գալիս էին Հայաստան եւ հայտարարում են, որ Հայաստանը ֆորպոստ է իրենց համար, եւ դա չէր խոսում բնավ սուբյեկտ լինելու մասին, այլ ընդհակառակը խորը օբյեկտի մասին էր խոսում, եւ մենք կարող ենք օրինակ համատել, համադրել նախորդ տարիների արտաքին քաղաքական գործընթացները, հարաբերությունները տարբեր ոլորտներում, սկսած տնտեսականից վերջացրած անվտանգայինով, ու մենք համոզվենք, թե արդյոք Հայաստանը հիմա է ավելի սուբյեկտ, քան նախկինում։ Մենք տեսել ենք վերջին տարիներին թե ինչպիսի ուրեմն լուրջ դիվանագիտական աշխատանք է տարվել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ու պետությունների հետ հարաբերություններ հաստատելու համար, այսօր ըստ էության փաստացի կարող ենք ասել, որ երևի երկիր մոլորակի վրա չկա պետություն, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը եւ Կա, իհարկե, կա Ադրբեջանը։ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի ըստեյության Հանրապետությունը Հնչեցնեմ պարոն Արաքելյան, այն հարցը, որ իշխող թիմին է մշտապես տալիս։ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ ստորագրել է փաստաթղթեր, որով ըստ էության ինքը ճանաչում է Հայաստանի Հանրապետության։ Հողի վրա տեղի չի ունենում ճանաչումը։ Գիտեք, էլի ամեն ինչ համեմատության մեջ է, երբ որ խաղաղության գործընթացը ամբողջությամբ տեղի կունենա, կբացվեն սահմանները, ներողություն, այսօր Ադրբեջանից, չգիտեմ, ապրանքներ է գալիս Հայաստան, այդ որ երկիր է գալիս, իհարկե Հայաստանը չէ գալիս։ Ու ես կարծում եմ, որ այստեղ մենք իհարկե խաղաղության գործընթացի հետ կապված, երբ որ մենք ունենանք արդեն վերջնական հաստատված կամ բացված սահմաններ եւ հաստատված հարաբերություններ, ապա այս որոշակի ուրեմն կասկածներն է ուրեմն կվերանան մեր հասարակության ու քաղաքացիների մոտ, չնայած որոշ շրջանակներ փորձում են այնպես անել, որ ցույց տալ կամ հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ խաղաղություն չկա կամ այդ գործընթացը կեղծ է եւ այլն, բայց մենք ամեն օր հողի վրա տեսնում ենք, թե այդ խաղաղության գործընթացի համատեքստում ինչ քայլեր են տեղի ունենում, սկսած Ադրբեջանի տարածքով շատ կարևոր բեռների տեղափոխումը Հայաստան, վերջացրած թրիփով, մենք տեղյակ ենք, որ նաև առաջիկայում Միացյալ Նահանգների փոխնախագահը կայցելի Հայաստան, մենք տեղյակ ենք, որ օրեր առաջ ուրեմն ստորագրել Վաշինգտոնում այդ հայտարարությունը թրիփի հետ կապված, այսինքն սրանք գործընթացներ են, որոնք բխում են այդ համատեքստից եւ վերջնարդյունքում մենք պետք է ունենանք վերջնական խաղաղ տարածաշրջան։ Պարոն Արաքելյան, Միացյալ Նահանգներն էր, որ մեծ մասամբ նպաստեց այն process-ին, որ քիչ թե շատ մենք օբյեկտի կարգավիճակից դուրս ենք եկել։ Թե դա միայն Հայաստանի աշխատանքն է եղել։ Տեսեք, իհարկե Հայաստանի աշխատանքն է, բայց ցանկացած պետություն պետք է կարողանա գտնի գործընկերների կամ շատ գործընկերների, որոնք կբալանսավորեն նախկինում եղած այդ բացերը եւ Բայց մի հարց էլի, այստեղ պետքա չէ ունենալ ամեն դեպքում մեկ հիմնական ամենահավատարիմ գործընկեր ունենք մենք նրան այսօր։ Ես կարծում եմ, որ այդ վերջին 30 տարիների ամենասխալ մոտեցումն է մեր եղել, որ մենք պետք է ունենանք միակ հավատարիմ դաշնակից ու մեծ առումով ես կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է, հա, այսպես բացառիկ դաշնակցի եւ բացառիկ թշնամու այդ կերպարներ ստեղծելը եւ դրանով ապրելը, ես կարծում եմ, որ հատկապես պետությունների հարաբերություններում չպետք է ուրեմն մենք առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, որ մենք պետք է ունենանք մի հատ բացառիկ հովանավոր, քանի որ այդ բացառիկ հովանավորները հիմնականում լինում են գերտերությունները, իսկ գերտերությունները ունենում են լուրջ շահեր, գլոբալ շահեր, իսկ այդ գլոբալ շահերի համատեքստում ինչ որ պահի կարող է մեր շահը անտեսվել, ինչը որ մենք ականատես եղանք Արցախյան այդ ամբողջ պատերազմի ու դրանից հետո մենք ունեինք բացառիկ, հա, բարեկամ գործընկեր դաշնակից եւ մի օր արթնացանք եւ հասկացանք, որ այդ բացառիկ դաշնակցի ազգային պետական եւ գլոբալ շահերը շատ ավելի կարեւոր են, քան մեր ազգային պետական շահերը եւ հետեւաբար մենք մեր հույսը չպետք է դնենք
գլոբալ կամ բացառիկ ուրեմն դաշնակիցների վրա կամ բարեկամների վրա, այո, եթե նկատում ամեն դեպքում որքան էլ որ խոսվում է դիվերսիֆիկացված քաղաքականության մասին, Միացյալ Նահանգները կարծես թե կրկին դառնում է այդ բացառիկության կարգավիճակում, որովհետև մեր քաղաքական դաշտում նայում ենք, խոսույթը պտտվում է միայն Միացյալ Նահանգների շուրջ, անդադար, եթե թրիփա Միացյալ Նահանգները թրիփա, այսինքն այն տնտեսական ներդրումները, որոնք պիտի տեղի ունենան, մեծ մասամբ կախված է հենց Միացյալ Նահանգներից, ու եթե մենք ժամանակին խոսում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ենք մենք կախվածության մեջ հայտնվել, կարծես թե նույն process-ն է տեղի ունենում, պարզապես դերերի փոփոխությամբ։ Ոչ, մենք գործ ունենք նախ եւ առաջ դեմոկրատական պետության հետ, ով հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ի տարբերություն որոշ երկրների, ով վերջին տարիներին լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, ով այսօր Հայաստանի դիտարկում է իսկապես գործընկեր տարածաշրջանում եւ պատրաստ է շատ լուրջ ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, տեխնոլոգիաների մեջ, Հայաստանի կրթության, չգիտեմ, գիտության եւ տարբեր ոլորտներում եւ հետեւաբար այստեղ համեմատությունները Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ ես կարծում եմ մի փոքր միգուցե տեղին չեն, տեսեք, այսօր Ռուսաստանն էլ հնարավորություն ունի, հասկանում եք, այսօր նույն Հայաստանի վարչապետը կապված երկաթուղիների հետ հայտարարել է, որ խնդրեմ, մենք ունենք խնդիր, որ այս տեղանքներում պետք է երկաթուղիները վերականգնվեն կամ վերակառուցվեն, այսօր այդ կոնցեսիան տրված է ռուսներին եւ եթե ռուսները այդ իրենց, այսինքն այստեղ նույնիսկ ոչ թե մեր սիրուն աչքերի համար ռուսները պետք է գան այստեղ այդ երկաթուղին վերականգնեն, այլ իրենց պարտավորություններն է եւ եթե ռուսները իրենց պարտավորությունները չանեն ու վաղը Հայաստանը այդ տեղանքների երկաթ գծերը կամ այդ ուղիները վերցնի եւ իր ուժերով վերանորոգի, նորից այստեղ կբարձրանա այդ խոսույթը, այ տեսեք Հայաստանը վերցնում է Ռուսաստանից կոնցեսիան, որպեսզի ամբողջը նվիրի Միացյալ Նահանգներին։ Մենք պետք է հասկանանք, որ այո, այսօր Միացյալ Նահանգները աշխարհի համար առաջին գերտերությունն է, այսօր Միացյալ Նահանգները աշխարհի նաև ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, որտեղ առնվազն կարողանում են իշխանություն փոխել եւ այսօր շատ երկրներ ցանկանում են Միացյալ Նահանգների հետ հատկապես բիզնես, ուրեմն բիզնես գործարքներ ունենան եւ հարաբերություններ։ Բայց մի հարց այս մասով, սա Թրամփն է անում։ Հա, Իշխանությունը որ փոխվեց, արդյոք Միացյալ Նահանգները քաղաքականությունը այսպես շարունակական առաջ կտանի, այսինքն դա մաս կդառնա իրենց քաղաքականության, թե մենք խնդիր կունենանք։ Ոչ, ես համոզված եմ, որ դա մաս կդառնա իրենց քաղաքականության, քանի որ եթե հիշում եք Հայաստան-Միացյալ Նահանգները ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, գործընկերության փաստաթուղթը ստորագրվեց Բլինքենի եւ Արարատ Միրզոյանի միջև, այսինքն նախկին վարչակարգի եւ արդեն Թրամփի վարչակարգը եկավ, ոչ միայն շարունակեց, այլ զարգացրեց այդ գործընթացը եւ փաստացի դեմոկրատների ստորագրած փաստաթուղթը այսօր գործնական կիրառության մեջ ամացրել Թրամփի վարչակարգ եւ Թրամփը այո ունի իր առանձնահատկությունները եւ Թրամփին մենք պետքա նաեւ մոտենանք կամ հարաբերվենք հենց այդ առանձնահատկությունների տեսանկյունից, իսկ այդ առանձնահատկությունը հետեւյալն է, նա ավելի գործնական մարդ է, բիզնեսի մարդ է եւ ամեն ինչ նայում է այդ պրիզմայից եւ շատ լավ է, որ Հայաստանը բիզնես տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Թրամփին։ Պարոն Արաքելյան, վերադառնալով էլի Միացյալ Նահանգներ, չնայած մենք այդ թելը չկտրեցինք, երբ Արարատ Միրզոյանը այսպես անսպասելի էր ամեն դեպքում այցը Միացյալ Նահանգներ վերջին շրջանում երբ գնաց, ու դա այն ժամանակահատվածում էր, երբ Իրանում բավականին լարված էր, ու խոսույթ սկսեց տարածվել հայ հանրության շրջանում, որ Արարատ Միրզոյանին կանչել են, որ որևէ բան կորզեն տարածաշրջանի մասով, այսինքն պատրաստակամություն, չգիտեմ, օդը հանձնելու եւ այլն, այդ խոսույթը մինչեւ այսօր շարունակվում է։ Ոնց է կարծում, կա նման բան։ Ոչ, իհարկե չկա նման բան, դուք գիտեք։ Համոզված եք, պարոն Արաքելյան։ Այո, համոզված եմ, դուք գիտեք, նախ Իրանը բարեկամ երկիր է, Իրանը բարեկամ պետություն է եւ Հայաստանի որևէ իշխանություն Իրանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի եւ դա մեր կենսական շահերից է բխում,
եւ մյուս ուրեմն նրանք ովքեր այդ թեման շահարկում են, բարձրացնում են, այդ մարդիկ իրականում Հայաստանի Հանրապետության բարեկամները չեն։ Մենք այսօր ունենք լուրջ հնարավորություն, լուրջ ներդրումներ բերել Հայաստան, մենք ունենք նաև հնարավորություն դառնալու տարածաշրջանում ոչ թե նախկին փակուղային ֆորպոստային պետությունը, այլ իսկապես դառնալ խաչմերուկ, որտեղով կանցնեն շատ կարևոր բեռներ, շատ կարևոր պետություններ, ընդ որում ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ Չինաստանի, չգիտեմ, Կենտրոնական Ասիայի երկրների եւ հակառակ ուղղությամբ։ Այսինքն մենք հետաքրքրություն ենք ներկայացնում բոլոր պետություններին եւ սրա հիմքը հենց թրիփն է եւ նախկինում ասում են որ սա ուղղակի փաստաթուղթ է, գործընթացը տեղից չի շարժվի, այ երբ որ Արարատ Միրզոյանը գնաց արդեն գործնական փաստաթուղթ ստորագրեց, սկսեցին ասել որ սա, չգիտեմ, Իրանի դեմ կամ Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է ու գիտեք հետաքրքիրը որն է երեք այդ որ նշում եք հայտնի անձը երբ որ ասուլիս էր տալիս, չգիտեմ, եթե հաշվենք իր ուրեմն ասուլիսի ընթացքում քանի անգամ ինքը արտաբերեց Ռուսաստանի շահերի վերաբերյալ թեզեր, ապա տպավորություն է ստեղծում, որ մարդը 10 տարի աշխատել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում եւ այսօր հանդիսանում է, չգիտեմ, միգուցե ռուսական ազդեցության գործակալ, միգուցե ռուսական լոբիստ Հայաստանում, բայց երբ որ Հայաստանը որևէ նախաձեռնություն է իրականացնում, բոլորին կամ մեծամասամբ հետաքրքրում է այս որն է Իրանի, որտեղ է վնասում Իրանին, որտեղ է վնասում Ռուսաստանին, որտեղ է վնասում Վրաստանին կամ չգիտեմ այլ երրորդ երկրներին, բայց ոչ ոքին չի հետաքրքրում թե որն է Հայաստանի Հանրապետության շահը ու այստեղ ես կարծում եմ մենք պետք է էլի անդրադառնանք Թրամփին, վերցնենք Թրամփի հայտնի լոզունգը America the first ու սարքենք Armenia the first ու առաջինը մտածենք մեր ազգային պետական շահերի մասին ու հետո մյուս պետությունների շահերի հետ ոնց ենք համադրել։ Բայց մենք հնարավորություն ունենք այդ կարգախոսով առաջնորդվելու։ Իհարկե ներսում այո, բայց դրսի աշխարհաքաղաքական զարգացումները մեզ թույլ տալիս են։ Հնարավորություն ունենք, ես հիշում եմ ժամանակին մարդիկ վախվորած ասում էին, այ եթե մենք Ռուսաստանից զենք չգնենք, մեզ Ռուսաստանը թույլ չի տա ուրիշ տեղերից զենք գնենք, բայց այսօր ըստ էության մենք ռուսական զենք զինամթերքից գրեթե 0 կախվածություն ունենք ու աշխարհի ցանկացած երկրից մենք այսօր կարողանում ենք զենք զինամթերք գնել եւ ավելին նաեւ զարգացրել ենք մեր ռազմաարդյունաբերությունը, որը նաեւ ինչ որ առումով նաեւ Ինչ իմաստով ենք զարգացրել։ Բոլոր իմաստներով, թե քանակական առումով, թե որակական արտադրություն կա։ Իհարկե արտադրություն կա, նախորդ երամյակում Հայաստանի ռազմաարդյունաբերությունը իրականացրել է շուրջ $0.5 միլիարդ ուրեմն պայմանագրային պարտավորություններ կատարել է եւ արդեն 2026 թվականին պետությունը, եթե չեմ սխալվում, արդեն եւս երամյա կտրվածքով $400 միլիոն պատվեր է իջեցրել մեր ռազմաարդյունաբերությանը եւ մենք այստեղ ունենք Մնում է պատվերները կատարել։ Դե նախորդ երամյակը ամբողջությամբ կատարվել է եւ դա ցույց է տալիս, որ այլևս մենք ունենք հասուն ռազմաարդյունաբերություն, որը կարող է եւ ի վիճակի է իրականացնել նման լուրջ պատվերներ։ Ես նշեմ, որ նույնիսկ նախկինում այդ ծավալի Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չի եղել դրսից զենք գնել, իսկ հիմա Հայաստանի ռազմաարդյունաբերությունը նման խոշոր պատվերներ է կատարում, պատվերներ, որոնք մրցունակ են նաև միջազգային ասպարեզում, քանի որ այդ նմուշները փորձարկվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այն մակարդակով, ինչ մակարդակով փորձարկվում են դրսից գնված զենք եւ զինամթերքը եւ դրանք համապատասխանում են մեր չափանիշներին եւ շատ զինատեսակներ արդեն հայկական արտադրության անցել են մեր զինված ուժերի ուրեմն համալրել են մեր զինված ուժերը։ Այս մասով շատ հարցեր կան, բայց քանի որ դուք խորացված մասնագետը չեք, չեմ ուզում ձեզ այդ դաշտ բերել։ Գնանք հասնենք JD Vance-ի այցին, քանի որ նախատեսվում է փետրվարին եւ Հայաստան եւ Ադրբեջան, ինչի մասին է լինելու այս այցը եւ կարեւոր ներկայացուցիչ ամեն դեպքում գալիս, կարևոր դերակատար էս մեծ խաղի մեջ, ինչպես ենք մենք ընդունելու նրան, ընդդիմադիր դաշտից հաճախ եմ կարդում կարծիքներ, որ սա հնարավորություն է մեզ համար գերիների հարցը բարձրացնելու։ Իշխանությունը ինչ հնարավորություն է տեսնում այս այցի մեջ։ Տեսեք, այս շատ լավ է որ նշեցիք, JD Vance-ը թերևս շատ կարևոր պերսոնա է, որ գալիս է Հայաստան։ Դե դա կարծում եմ ոչ ոք չի կարող շղթել։
իսկ դուք հիշում եք, երբ որ Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգներում հանդիպել էր J.D. Vance-ի հետ, որքան էստեղից այդ նույն շրջանակները ինչեր էին ասում, որ ոտի վրա հանդիպում է, երկրորդական հանդիպում է, երկրորդական մարդու հետ, ընդ որում չգիտեմ աշխարհի տարբեր ծայրերում ծավալած փորձագետներ հայտարարում են, որ ուրեմն J.D. Vance-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա ազդեցություն չունեցող մարդ է եւ հետեւաբար Փաշինյանը իր PR-ով է զբաղված, բայց այսօր մենք հասկանում ենք, որ J.D. Vance-ը ոչ միայն Միացյալ Նահանգների establishment-ում շատ կարևոր պերսոնա է, այլ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի հավակնորդն է այդ պոստում եւ այո շատ կարեւոր է որ նա այցելում է եւ այդ այցելությունը բնականաբար այն ամբողջ համատեքստում է, որը վերջին 1-2 տարիների ընթացքում կա, դա եւ թրիպն է եւ խաղաղության գործընթացն է եւ ես կարծում եմ, որ J.D. Vance-ի այցելությամբ, այսինքն Միացյալ Նահանգների նախագահը արդեն իսկ իր սոցիալական ցանցում օրեր առաջ հաղորդել էր թե ինչ ուրեմն ինչ շրջանակներ են ինչ օրակարգ կա իր այցելության հետ կապված եւ նշել էր միջուկային էներգիան, նշել էր կիսահաղորդիչների արտադրության հետ կապված։ Դրան մասամբ անդրադարձ եղավ Նիկոլ Փաշինյանի կապված, այսինքն տեսեք ինչ կարևոր եւ ստրատեգիական ոլորտներ են։ Նախ միջուկային էներգիայի հետ կապված, սա եւս մեկ ոլորտ է, որը Հայաստանի Հանրապետությունը դիվերսիֆիկացնում է, այսինքն մենք գիտենք, որ այսօր մենք ըստ էության 100% կախվածություն ունենք ռուսական ուրեմն միջուկային տեխնոլոգիաներից եւ օրինակ զենքերի հետ կապված, երբ որ Հայաստանը գումարը վճարել էր ու զենք չէր ստացել, ասինքն գործնականում կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, որ մի օր էլ Ռուսաստանը որոշի, որ չգիտեմ, այդ վառելանյութը չի տրամադրի կամ չի մասնակցի վերանորոգման աշխատանքներին եւ այլն եւ այս առումով շատ կարեւոր է որ մենք ունենանք այլընտրանքային հնարավորություններ, չնայած Ուկրաինայի պատերազմի այս ողջ ընթացքում նաեւ արդեն արևմտյան այդ մեր գործընկերները նաեւ մասնագիտացել են նախկին սովետական այդ ատոմակայանները վերանորոգելու եւ սպասարկելու հարցում։ Հաջորդը, որը թերևս ամենակարևորն է, դա այդ կիսահաղորդիչների հետ կապված պայմանագրերն են, որը մենք գիտենք, որ Հայաստանում կհիմնվի արհեստական բանականության այդ ֆաբրիկան գործարանը եւ այսօր աշխարհի զարգացման կիզակետը դա ուրեմն արհեստական բանականությունն է եւ այդ չիպերը, որի մասին մենք այդքան խոսում ենք, որը ունի ըստ էության Միացյալ Նահանգները եւ բացառիկ պետություններ կան, որոնց Միացյալ Նահանգները այդ հնարավորությունը տալիս է օգտվելու այդ տեխնոլոգիաներից եւ այս առումով բնականաբար այցը ուրեմն շատ կարեւոր է եւ դրան գումարած նաեւ ես կարծում եմ թրեփի հետ կապված կլինի նաեւ կոնկրետ արդեն պայմանագրերի ստորագրում, արդեն շատ ավելի գործնական փուլի մենք կգնանք այս նախագծի իրականացման հարցում։ Հուսանք, որ նաև խաղաղության պայմանագրի վերջնական տեսքի մասով։ Տեսեք, ես կարծում եմ, որ առանց խաղաղության այս պրոյեկտները հնարավոր չի տարածաշրջանում իրականացնել, քանի որ նույն թրիփը ենթադրում է սահմանների բացում, սահմանների ճանաչում, խաղաղության հաստատում, այսինքն առանց խաղաղության այս պրոյեկտները ու հատկապես թրիփը, որը միջազգային տրանսպորտային նաև ուղի է կամ այդ ուղու շատ կարևոր մասը հնարավոր չի լինի իրականություն դարձնել։ Ամփոփելով զրույցը, այս մեծ գլոբալ հարցերից անդին մենք լուրջ խնդիր ունենք ներսում, որովհետև պարակտվածությունը բավականին վատ վիճակում է ու կարծես թե լուծում էլ չի տրվում այդ հարցին, խնդիր չեք տեսնում այդ մասով։ Նախ դրսից ոնց է դա երևում, ինչ կարծիքներ կան եւ ներսում դա ամեն դեպքում խնդիր է, երբ ազգը եկեղեցու շուրջ է, չգիտեմ, տարակարծիք, քաղաքականության շուրջ է տարակարծիք, իհարկե տարակարծություն որոշ կետերում պիտի լինի, որպեսզի առողջ քննադատությունը այսպես լավ տեղ տանի, բայց կարծես թե մեզ մոտ 20 թվականից հետո բավականին սուր է իրավիճակը։ Գիտեք, 20 թվականը մեր իրականության մեջ բացել է շատ կարևոր այսպես փակ, այսպես տաբու, հա, թեմաներ, որոնք տասնամյակներով, միգուցե հարյուրամյակներով մեր հասարակության ազգի մոտ փակ են եղել եւ
խոսակցության առարկա չի դարձել եւ 20 թվականը նաեւ այդ առումով կատալիզատոր դարձավ, որպեսզի այդ տաբուները հանվեն, այդ տաբուների այլևս խոսենք այդ խնդիրների մասին։ Տեսեք, կհիշեք ժամանակին մենք բոլորս, ես ինքս նույնպես աշխատում ենք, չնայած շատ խնդիրներ միգուցե տեսնենք բանակում, բայց փորձում ենք չխոսել, մտածում ենք, որ դե պատկան մարմինները շատ ավելի լավ են տեղեկացված դրա մասին եւ իրենք այդ լուծումները կտան։ Բայց կյանքը ցույց տվեց, որ իրենք այդ լուծումները չտվեցին, եւ այսօր նույն եկեղեցու հետ կապված, նույն, չգիտեմ, քաղաքական դաշտի հետ կապված, սրանք ես կարծում եմ բնականon գործընթացներ են, որի արդյունքում մենք կգանք շատ ավելի պարզեցված պարզեցված նկատի ունեմ, որ խնդիրները լուծված, հա, ոլորտներում, քանի որ տեսեք նույն եկեղեցու խնդիրները բոլորս այն ինչի մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է այս վերջին ամիսների ընթացքում հատկապես դրա մասին միգուցե մենք բոլորս իմացել ենք տարիներ առաջ, բայց բոլորս լռել ենք տարբեր պատճառներով, միգուցե, չգիտեմ, մի խոսքով տարբեր պատճառներով մենք լռել ենք, բայց այդ մեր վարկագիծը չի բերել նրան, որ այդ խնդիրները լուծվեն ու իրականության մեջ այդ խնդիրները կուտակվել են եւ դարձել են համակարգային խնդիրներ, բերել են համակարգային ճգնաժամերի մեր հասարակության մեջ, մեր պետության մեջ, տարբեր ինստիտուտներում, սոցիալական, քաղաքական, պետական ինստիտուտներում եւ այսօր մենք բախվել ենք այդ խնդիրներին եւ դա մեր այսօր այդ ամենը մեր լռության, ուրեմն պատկերն է, մեր լռության արդյունքն է։ Ես կարծում եմ մենք պետքա խոսենք, որքան էլ ցավալի է, պետքա խոսենք եւ այդ խնդիրներին լուծում տանք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, թարմ ուղեղով իմ զրուցակիցը հիշեցնում եմ Էդգար Առաքելյանն էր, քաղաքագետ, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը, աշխատեք, շարունակեք հետևել գործարարալիքին, կհանդիպենք։